Հայաստանյան հասարակական ներքաղաքական կյանքում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, մոտենում են ազգային ժողովի հերթական ընտրությունները եւ երկիրը ընկղմվում է ներքաղաքական անցուդարձի եւ նախընտրական շրջափուլի մեջ։ Մասնավորապես մենք ֆիքսում ենք, որ գործող ռեժիմը արդեն սկսել է ընդդիմադիրների նկատմամբ հերթական բռնաճնշումների ալիքը, ձերբակալվում են տարբեր ընդդիմադիր գործիչներ եւ այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցելու եմ ԱԺ 5-րդ 6-րդ գումարման նախկին падգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։ Պարզ Տիկին Կարապետյան, Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Տեսեք, ես նշեցի, որ ռեժիմը արդեն իսկ սկսել է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նոր բռնաճնշումների ալիք։ Ձեզ ինչով է դա պայմանավորված եւ ինչպես կբնորոշեք նախընտրական շրջանի այս փուլը։ Տեսեք, դեռ ամիսներ առաջ բազմիցս խոսել ենք այդ մասին, նաև ձեզ հետ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար այս ընտրությունները լինելու են կյանքի մահվան կռիվ, որովհետև սեղանին դրված է մեր սահմանադրության փոփոխության հարցը, հանձնարարությունը Ադրբեջանից, որը նա պետք է անպայման իրականացնի, իդեպ ես օդում խոսքեր չեմ ասում, Ալիևը անձամբ եւ նրա սատելիտները եւս բազմիցս նշել են, որ քանի դեռ մենք սահմանադրության մեջ ունենք տարածքային պահանջներ հարևան պետություններից, խաղաղության մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Բացի դա, Փաշինյանը շատ քաջ գիտակցում է, որ նրա քաղաքական գործունեությանը շատ մեծ վտանգ կարող է սպառնալ, եթե նա այս իրենց պատկերացմամբ կիսատ փուլում թողնի եւ հեռանա իշխանությունից, ուստի եւ նրա համար իրոք բառից բուն իմաստով կյանքի եւ մահվան կռիվ է։ Եվ բնականաբար այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ընդդիմադիր դաշտը եւս դա գիտակցի եւ միավորված պայքարի մեջ մտնի, որպեսզի կարողանանք գոնե այս փուլում կանգնեցնել այն թափանիվը, որը մեզ ավելի ու ավելի ներքև է քաշում։ Ձեր նշած ձերբակալությունները հիմնականում ուժեղ Հայաստան կուսակցության հանդեպ են, բռնաճնշումները եւ այդ աղմկահարույց կանանց ձերբակալությունները, որոնք որ տեղի ունեցան վերջերս, մենք տեսանք բան, որ մինչև օրս չէինք տեսել, հա, 2 ամսական երեխա ունեցող կերակրող կնոջը ձերբակալեցին եւ զրկեցին երեխային կերակրելու հնարավորությունից, դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը զգացել է վտանգը, քանի որ քաղաքական դաշտում ձևավորվել է ֆավորիտ ընդդիմադիր քաղաքական ուժ եւ նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի կասեցնի վտանգը, որը նրա իշխանությանը այսօր սպառնում է։ Տեսեք, դուք հետաքրքիր տեսակետ նշեցիք, որ թիրախավորվում են հատկապես կին գործիչները եւ այստեղ տեղին է նաեւ վերհիշել այդ թիրախավորումների համատեքստում ԿՊԱ-ական падգամավոր Արուսակ Ջուլակյանի լկտի պահվածքը եւ գիտեք, երբ որ նախկինում թիրախավորում էին կանայք, Հայաստանում կային բազմաթիվ, այսպես ասած, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր այդպիսի պարագայում մեծ աղմուկ էին բարձրացնում, բայց հիմա տեսնում ենք, որ չկա այդ աղմուկը, որը որ լինում էր առաջ։ Ինչու՞։ Պատասխանը շատ տխուր եւ շատ կարճ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վայելում է Եվրոպական միության եւ արևմտյան ուժերի կատարյալ հովանավորությունը, իսկ դեմոկրատական ինստիտուտների գործարկման հիմնական պահանջը միշտ գալիս է արևմուտքից, այսինքն երբ Արուսակ Ջուլակյանի նման падգամավորը կարող է իրեն թույլ տալ, դուք ճիշտ նշեցիք, շատ լկտի արտահայտություն, որը արևմտյան սիրած բառապաշարով body shaming է եւ ել չեմ ասում, որ կերակրող մոր հանդեպ
անընդունելի վերաբերմունք, ատելության խոսք նաև։ Ատելության խոսք, էլ չեմ ասում, որ ինքը անցնում է նաև էթիկայի բոլոր սահմանները, նման դեպքերի համար գոնե անցյալ գումարման ազգային ժողովում, երբ որ ես եմ եղել պատգամավոր, գոյություն ուներ էթիկայի հանձնաժողով, եւ նման հարցերը մշտապես պետք է քննարկված լինեին էթիկայի հանձնաժողովում եւ ներկայացված լիներ եզրակացություն։ Հիմա այդ պահանջը չկա, բացակայում է, նաև բացակայում է հենց նույն ՔՊ-ի ներքին ընդունած էթիկայի կանոնակարգում, չէ՞, իրենք վերջերս մեծ շուքով ընդունեցին էթիկայի կանոնագիրք եւ որոշեցին, որ այլևս իրենց կուսակցությունը պետք է հետևի էթիկայի կանոններին։ Այդ ամենը, կրկնում եմ, հիմնականում արևմտյան երկրների պահանջ է եղել եւ շարունակում է գոնե թվացյալ իրենց օրակարգում մնալ, որովհետեւ գիտեք, նույն Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց մեր պետությունը ստանձնել է պարտավորություններ դեմոկրատական ինստիտուտների ճշգրիտ գործարկման համար։ Դրա մեջ մտնում է ձեր նշած ատելության խոսքի բացառումը եւ էթիկայի կանոնների պահպանումը։ Եթե հիմա լռություն է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որ երրորդ անգամ է լղոզված եւ անիմաստ ինչ-որ նախադասություններ են լսվում աղմկահարույց բոլոր դեպքերի նկատմամբ, դա խոսում է մի բանի մասին։ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի կարտ բլանշ օրակարգը առաջ տանելու համար։ Ես խուսափում եմ ասել օրակարգը ավարտին հասցնելու համար, որովհետև հեռու եմ այն մտքից, որ սահմանադրության փոփոխությամբ օրակարգը կսպառվի եւ թուրքական պետությունները կհասնեն իրենց ուզածին։ Ախորժակը բացվում է ուտելիս եւ մենք դա տեսել ենք այս տարիների ընթացքում։ Ցավոք տեսել ենք, երբ ամեն հաջորդ տարին նախորդ տարվա համեմատ ավելի ու ավելի ողբերգական է դառնում մեր պետության համար, ուստի եւ այս փուլում գոնե ընտրություններով Նիկոլ Փաշինյանը ունենալու է Եվրամիության աջակցությունը հասցնելու գոնե օրակարգի այս փուլը ի կատար ածելու։ Այստեղ բնականաբար ես կարծում եմ մենք խոսելու ենք այդ մասին, բայց այստեղ եւս ես ուզում եմ շեշտեմ, որ այս օրակարգի սպասարկման համար է նաեւ ծառայեցվելու Եվրամիության գալիք գագաթաժողովը, որը մայիսի 4-ին 5-ին լինելու է Երևանում։ Նրանք գալու են ցույց տալու իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Ինչ խնդիր են եվրոպացիները լուծում իրենց դիրքորոշմամբ։ Թե որ նրանք հստակ տեսնում են Հայաստանում ժողովրդավարության մակարդակը ինչպիսի ցածր սանդղակի վրա է։ Այստեղ շատ հին պայքարի մի ճյուղ է, խոսքս մեծ քաղաքակրթությունների, այդ պայքարն է արևմտյան եւ ռուսական, եւ արևմտյան երկրները իրենց պատկերացմամբ տարածաշրջանից դուրս են մղում ռուսական ազդեցությունը։ Մենք հաջորդիվ տեսնելու ենք ռուսական ռազմաբազայի հեռացման պահանջներ ժողովրդից այսպես ծնված եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքով կատարված։ Մենք տեսնելու ենք շատ զարգացումներ, եթե կրկնում եմ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եվրամիության, եկեք դա հստակ ֆիքսենք, արևմտյան ուժերի պաշտոնական ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Թուրքիայի համար շատ կարևոր է թուրքական վաղեմի երազանքի կատարումը։ Ադրբեջանը ստանալով Արցախը չհասավ այդ բաղձալի նպատակին, որին նա գնում է, այն է թուրքական պետությունների միավորումը։ Հաջորդը լինելու է Միջանցքը Սյունիքով, հետո լինելու է վերաբնակեցումը, հետո լինելու է արդեն մեր մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգությունները, չէ՞ որ օրերս Ադրբեջանում տեղի ունեցավ ցուցահանդես Արևմտյան Ադրբեջան անվանմամբ եւ մի երջանիկ ուրախությամբ ներկայացվում էր գիրք, որը Երևանի այսպես կոչված պատմությունն էր, Երևան վրան գրված, որը ապացուցում էր, որ մենք այստեղ եկվոր ենք եւ այս հողերի տերը ադրբեջանցիներն են։ Խոսք գնաց ատելության խոսքի մասին,
Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես վերջերս օրեր առաջ ազգային ժողովում շուն շանգյալներ անվանեց ընդդիմադիր ուժերին ընտրողներին։ Ես պատկերացնում եմ, թե ԱԱԾ-ն քանի րոպե հետո կգնար որևէ ընդդիմադիր գործչի հետևից, եթե որևէ կամայական ընդդիմադիր գործիչ սուր քննադատության ենթարկեր Նիկոլ Փաշինյանին ընտրողներին կամ ինչ-որ պիտակավորումներ տար, հա։ Բնականաբար բոլորս պատկերացնում ենք, թե ինչ կլիներ։ Հիմա իսկ ուր են ուժայինները այս պարագայում։ Եկեք սկսենք նույն մարդու իրավունքների պաշտպանից, ով դարակազմիկ նախադասություն արտասանեց, երբ արդեն որևէ հնար չկար խուսափելու պատասխանից, այդ խայտառակ արտահայտությանը շուն շանգյալի ասաց, որ անընդունելի բառապաշար օգտագործում են բոլոր քաղաքական միավորները, այսինքն տարալուծած։ Եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ միտեղ արդեն անհերքելի թված նրան ժխտելը, որ անընդունելի բառապաշար է օգտագործվե, այդ ամենը տարածվեց ողջ ընդդիմադիր դաշտի վրա։ Ուժայինները գիտեք որտեղ են։ Ուժայինները գալիս են օրինակ անտիֆեյք հետույք բառի համար այնպիսի մի մասկի շոու կազմակերպելու, որ դեռ շատ երկար ժամանակ մենք կհիշենք։ Ուր հետույք բառը, ուր շուն ու շանգյալը։ Շուն ու շանգյալը ինչ է, կենթանիներ են էլի ինչ որ իրենց պատկերացմամբ։ Իրականում այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսպես ողբերգական։ Մենք այսօր ապրում ենք տոտալ ռեպրեսիաների մի փուլում, որում անթաքույց թիրախավորվում են ընդդիմադիրները, իրենց թեթևակի ինչ-որ քննադատական խոսքով, իսկ եկեք դասական, քաղաքագիտական դասագրքերում ընդդիմության գործառույթը իշխանություններին քննադատելն է։ Հենց դրա վրա է հիմնված իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները։ Եթե ընդդիմությունը իշխանություններին որևէ երկրում գովելով մանգանա, կդադարի լինել ընդդիմությունից, բայց ինչ է կատարվում մեզ մոտ, անգամ քաղաքական ելույթ ունենալիս արդեն իսկ ցենզուրա է կիրառվում, որ չի կարելի օգտագործել որևէ բառ, որը կարող է ընկալվել որպես անընդունելի։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից այդ շուն շանգյալ օգտագործելուն, ախր մենք այնպիսի բաներ ենք լսել, այդ շուն շանգյալը ինչ որ միտեղ կոմպլիմենտել է հնչում։ Եթե մենք շնաբարո դուրս պրծուկներ էինք, եթե մեզ տալու էին պատերին, ծեփելու էին ասֆալտին, չգիտեմ ինչ էին անելու, ես արդեն դժվար եմ հիշում, բայց եթե մենք ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ էինք, արտահայտություն, որի համար շատերս հպարտացել ենք, որտեվ այս իրականության մեջ շատ ավելի լավ է լինել ռազմահայրենասեր շիզոֆրենիկ, քան մի իշխանության մաս, որը կոնկրետ դավաճան են, այո։ Եվ այնուամենայնիվ եկեք գնանք 2018 թվական, Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ասում էր, որ սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով, անգամ ես հիշում եմ, երբ այդ շրջափուլում ինչ-որ բողոքի ակցիա էր տեղ ունեցել, մարդիկ փորձել էին կառավարության դուռը բացել եւ լրագրողների հարցին պատասխան Փաշինյանը հայտարարել էր իրենց դուռն է ուզում են ջարդում են։ Այսպիսի պոպուլիստական նկատառում եւ ընդամենը 8 տարի անց արդեն նա հստակորեն օտարվեց այն ժողովրդից, որին սիրում էր, հպարտանում էր եւ կառավարության դուռը համարում էր այդ ժողովրդի սեփականությունը։ Հիմա պատկերացնում եմ, եթե մի քաղաքացի փորձի բացել կառավարության դուռը, դա կվերագրվի խուլիգանություն կամ զանգվածային անկարգություն եւ կբանտարկեն այդ մարդուն։ Ինչու այսքան արագ նա կտրվեց իրականությունից եւ օտարվեց այն սուբյեկտից, որի իբր պաշտում էր։ Այստեղ ես շատ կցանկանայի ավելացնել նաև ազգային ժողովի եւ նախագահի նստավայրի բաց դռները եւ այն պնդումները, որ ժողովրդի համար է այս այգին եւ այլևս երբեք այս դռները չեն փակվելու։ Դռները հիմա կարելի է գնալ ստուգել, ամրակցված են, եռակցված են ոչ միայն
ժողովրդինը չէ այգին, այլ երբ դու սխալմամբ մեքենատ կայանում ես եւ 2 րոպե ավել նայում ես ազգային ժողովի այգու մեջ, դու կասկածներ ես առաջացնում ուժայինների մոտ եւ քեզ մոտենում են մարդիկ, հարցնում են ինչ է պատահել, ինչու ես նայում այգուց ներս։ Նախկինում ես այսպիսի բան բնականաբար չէի հիշում։ Ինչ վերաբերում է նրա այդ հերվածմանը ժողովրդից, գիտեք, թվացյալ, շատ թվացյալ, նա դեռ շարունակում է խաղալ այդ զգացմունքների վրա, այդ իր անիմաստ սրտիկներով, հա, ոչինչ չարտահայտող դեմք, անէմոցիա, ինչ որ ոչինչ չարտահայտող երաժշտություն եւ վերջում ժպիտ եւ վատ սրտիկ, մեքենաները սրտիկներով, այդ խաղաղություն կոչվածը, այդ ամենը այնքան շինծու է դարձել, այնքան ատելի է դարձել եւ այնքան այո ձեր ասած օտար է դարձել, որ այնքան ժողովրդին սրտիկ ցույց տալիս, դեմքին չկա որևէ սեր ժողովրդի հանդեպ։ Երբ նա ասում էր սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, նա ուներ ժողովրդի կարիքը։ Եվ այդ մեծ մանիպուլյացիան, որ նա գալիս է, իրենցից մեկն է, իրենց ծոցից ծնված, չէ՞ որ մենք սկզբի ժամանակում, եթե միայն PR տեխնոլոգիաների մասին ենք խոսում, մենք ականատեսն էինք լինում նրա շատ այսպես ժողովրդական պահվածքի, շատ ժամանակ էտիկետի կանոնների, այո, դե հետո հասարակ ասենք հիմա էլ է շատ անում սնվելիս ինչ որ էտիկետի կանոններն է խախտում, ամեն ինչ անում է որ ցույց տա որ ես ձեզանից մեկն եմ, բայց չի աշխատում։ Դրա գիտեք ինչու չի աշխատում, որովհետև երբ մեկը ով պերաշկի է ուտում այդ մեծ քանակությամբ թիկնապահներով եւ անվտանգության աշխատողներով, ահռելի քանակությամբ ոստիկանության զորքերի ուղեկցությամբ գնում է դեպի եկեղեցի, արդեն որևէ բան այդտեղ այո, այդտեղ որևէ բան էլ չի աշխատելու։ Ժողովուրդը, որով նա հպարտանում էր եւ սիրում էր, 18 թվականին ցավոք դուրս էր եկել ոչ թե հանուն, այլ ընդդեմ։ Եվ այստեղ աշխատեց նրա տեխնոլոգիան, շատերը սպասեցին, երևի մինչ օրս սպասում են, որ ատելի նախկինների թալանված փողերը բերելու են ծրարներով իրենց բաժանվեն, մեկին շատ, մեկին քիչ չգիտեմ, բայց ես շատ եմ լսել դեպքեր եւ մարդիկ այո, իրոք սպասում էին, որ այդ թվացյալ թալանված փողերը, որոնք ի դեպ այս 8 տարվա ընթացքում որևէ իրավական եւ դատական արտահայտում չստացան, այն ծավալներով, որոնցով որ խոսվում էր, ժողովուրդը տեսավ, որ այդ ամենը ընդամենը փուչիկ էր, այդ ամենը ընդամենը խոսքեր էին։ Հիմա էլ է նա դա շարունակում։ Դուք վստահ եմ լսած կլինեք, որ նա ասել է, որ եթե ժողովուրդը նպատակահարմար գտնի, ես կգնամ, կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Նա դա ասել էր, որ եթե ժողովուրդը հավաքվի հրապարակում եւ պահանջի իմ հեռանալը, ես կհեռանամ։ Կհիշեք 24 թվականին Սրբազան շարժման ծաղկուն ժամանակաշրջանում հրապարակը լիքներ, նա չգնաց։ Հիմա նույն ձևի կարելի է հարց ուղղել նրան, իսկ ինչ քանակի ժողովուրդ պետք է լինի, որ նա գնա։ Աստված մի արածցե այդ գնդակահարության պատին հասնի, որովհետև պետք է պատասխան տալ այդ բոլոր գործողությունների համար, որոնք 8 տարվա, այո, օրենքով սահմանված կարգով, մեր օրենսդրությամբ մենք ունենք կատարյալ օրենքներ, որտեղ ի դեպ բացառված է մահապատիժը, այսինքն որևէ մեկը որևէ մեկին գնդակահարել չի պատրաստվում։ Այստեղ տեսեք, էլի մանիպուլյացիա է տեղի ունենում, նա այդ գնդակահարության թեման բերում է դաշտ, որպեսզի էլի կապի Բագրատ Սրբազանին վերագրվող, ինչպես պարզվեց, շինծու մոնտաժված այդ գյուլելու նախադասության հետ։ Ամեն ինչ հաշվարկված է, բայց ազդեցությունը արդեն շատ է փոխված։ Բնականաբար ես հեռու եմ մտքից պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը այսօր չունի ընտրողներ, այո, նա ունի ընտրողներ, ցանկացած երկրում, ցանկացած քաղաքակիրթ երկրում գործող իշխանությունը վարչական լծակների հետ միասին ունենում է 30-35% ձայն։ Նիկոլ Փաշինյանը այդքանը չունի,
չունի, մենք դա տեսնում ենք թե սոցհարցումներով, թե սեփական շփումների վրա եւ հետազոտությունների վրա հիմնված, բայց նա ունի ընտրողներ։ Հիմա նրա աշխատանքը այդ ընտրողներին պահելու, այդ սրտիկները, համերգները, այդ վարչաբենդի ինձ համար ամեն դեպքում այս փուլում անընդունելի ոյաժները չի տալու այն արդյունքը, որը ակնկալում է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, եկեք հասկանանք, թե ինչ պետք է անի ընդդիմությունը այս փուլում, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ մեխանիզմը ռեպրեսիվ աշխատում է եւ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է այնուամենայնիվ օրակարգ թելադրում։ Մեկ իր աղմկահարույց խոսքերով կամ ելույթներով, մեկ այդ մամլիչ մեքենան գործի դնելով, մարդկանց ձերբակալելով, բաժանվելով, միանալով։ Եվ այո, մենք չենք տեսնում օրակարգ կամ նախաձեռնողականություն ընդդիմադիր դաշտի կողմից։ Ընդդիմադիր դաշտը կարծես ավելի շատ պաշտպանողի դերում է եւ որ չի հարցակվում, պայմանականորեն այսպես ասած, եւ սրբազան պայքարի ժամանակ իդեպ կար որոշակի փուլ, հենց ձեր նշած այդ շարժման ծաղկուն փուլը, որտեղ Բագրատ Սրբազանն էր, ինքն էր օրակարգ թելադրում եւ անգամ Փաշինյանը ելույթ էր ունենում ու եթերներ էր մտնում, բայց դա չէր փոխում օրակարգը, մարդիկ դա չէին քննարկում եւ շարժվում էին գործող շարժման օրակարգով։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, որ հասնի այդ կետին։ Սրբազան շարժման ֆենոմենը կայանում էր միասնականության մեջ։ Բագրատ Սրբազանը այն մարդն էր, ով իր շուրջ հավաքել էր տարբեր քաղաքական ուղղվածություններ ունեցող ընդդիմադիր մարդկանց, քաղաքական կուսակցությունների, հասարակական գործիչների, ժողովրդի, ովքեր երևի այլ հավասար պայմաններում իրար հետ մի հարթակում չգտնվեին, եւ այդ միասնականություններ եւ նաեւ բնականաբար Բագրատ Սրբազանի կոշտ պայքարը եւ իր ճանապարհից հետ չկանգնելը, որ կարողանում էր թելադրել օրակարգ եւ Նիկոլ Փաշինյանենք, այո, դուք ճիշտ նշեցիք, մղված էին երկրորդ պլան։ Նախընտրական շրջանում բնականաբար այդ միավորումը լինելու է բարդ, բայց մեր ընդդիմությունը ունի այն մինիմում առաջադրանքը, որը պետք է պարտադիր կատարի։ Դա մեկը մյուսին չխանգարելն է որևէ պարագայում, երկրորդը ամբողջացնելը ուժերը, որպիսի ընդդիմությունում չփոշիացվեն ձայներ որևէ կերպ, այդ կողմից ես շատ ուզում եմ նշել տենդենսը, որը տեսնում եմ, որ փոքր կուսակցությունները, ընդդիմադիր միավորները, ովքեր ճիշտ գնահատելով իրենց շանսերը միանում են ուժեղ Հայաստան կուսակցությանը, նաև կա միավորում Ծառուկյան առաջարկ Հայաստանին, կարծեմ, բայց Բարգավաճ Հայաստան անվան տակ են իրենք մասնակցում, Ծառուկյանի մոտ կա այդ միավորումը։ Հիմա տեսեք, որևէ վատ բան չկա, որ նրանք գնում են առանձին ցուցակներով, բայց իրար չպետք է խանգարեն, պետք է հասկանան, որ քարոզարշավը պետք է գնա այն տրամաբանությամբ, որ մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր քվեին, եւ այո, պետք է մինչև վերջ տեր կանգնեն իրենց քվեին, որովհետեւ այն ամենը, ինչ հնարավոր է տեղի ունենա կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նրա պատերից ներս կամ տեղամասերում, մենք կարող ենք մոտավորապես պատկերացնել։ Մենք կարող ենք պատկերացնել նաև ընտրական գործընթացներից այս կամ այն ուժին չեզոքացնելու փորձերը, եւ այստեղ ելի եմ կրկնում, շատ կարեւոր է, որ ուժերից որևէ մեկը չփորձի մյուսի հաշվին օգտվել եւ ինչ որ ֆավորիտի առաջին տեղի համար մղել պայքար։ Մեր ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների մոտ նպատակը պետք է լինի իշխանափոխությունը, այսինքն պայքարը, որի մեջ մենք արդեն մտել ենք, պետք է լինի ոչ թե առաջին ընդդիմադիրի պատվավոր կոչման համար, այլ հենց միավորված ընդդիմության հաղթանակի համար, ինչը մենք տեսանք մեկ անգամ Գյումրիում եւ հույս կա այս պահին, նաեւ բավականին լուրջ հնարավորություններ կան
դրան հասնելու նաև ազգային ժողովում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրները ԱԺ 5-րդ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, Ծեսատեր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Անտիֆեկ YouTube-յան ալիքին, կհանդիպենք։